որ Ադրբեջանը իր հերթին անելիք ունի այդպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզի եւ կառույցների ուղղությունով, Հայաստանը իր հերթին ունի անելիք այն առումով, որ այդ ընդդիմություն կոչվածը, որը փորձում է հիմա նաև օգտագործել Լեռնային Ղարաբաղի թեման նրա համար, որ խափանի այս գործընթացը խաղաղության, նաև իր անելիքը պետք է կատարի այն ուղղությունով, որ այդ խոչընդոտները վերացնի եւ մենք պետք է հասնենք նրան, որ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, որից հետո շատ ակտիվ տեմպում արդեն կսկսվի հիմնական մասը ենթակառուցվածքների բացման, սահմանի բացման եւ այլն, եւ իհարկե ամենակարևոր այլը այս գործընթացում լինելու է հայ ժողովրդի կողմից, Հայաստանի քաղաքացիների կողմից քվեարկությունը խաղաղության համար, որը պետք է տեղի ունենա մյուս տարվա ընտրությունների միջոցով, քվեարկելով կամ իշխանության օգտին կամ այն ընդդիմադիր ուժերի օգտին, որոնք կողմ են խաղաղության օրակարգի եւ կողմ են Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի ուրեմն փաստաթղթի եւ այդ օրակարգի